Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV-ի եթերում մի աշխատանքը սկսում է տոնը շնորհավոր Ձինայդ նախագիծը եւ ինչպես միշտ Ակոպովնան ձեզ համար նախապատրաստել է բացառիկ էքսկլյուզիվ թողարկում եւ ունեմ շատ սպասված հյուրեր։ Այս թողարկումը ամենաշատը պետք է հետևեն սպորտասեր հասարակությունը եւ բոլոր այն մարդիկ, ովքեր որ միշտ Ձինայից ակնկալում են չեմպիոնների հետ հանդիպում, ես դա ձեզ համար նախապատրաստել եմ, բայց րոպեներ անց, որովհետեւ այս պայն պետք է ըստ ֆորմատի շնորհավորեմ օրվա բոլոր հոբելյարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար եւ անցնում ենք բուն թեմային։ Maradan hedi vazara salori hala haydon donne yar zerdan hedi vazara salori hala haydon donne yar salorana manne kanskini hala haydon donne yar ovoru tishul hala bori hala haydon donne yar donne yaro 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 hala haydon donne yar So flipped so down, they try so hard to knock me down. Bet on myself and double down. Go back to sleep, don't touch that crown. From the mountains down to our lakes, we put the highlands into the waves. My roots run deep, I ain't easy to break. My baby, don't it keep me right ahead of me. hala haydon donne yar hala haydon donne yar zerdan hedi vazara salori hala haydon donne yar zerdan hedi vazara salori hala haydon donne yar salorana manne kanskini hala haydon donne yar over udishul hala bori hala haydon donne yar donne yaro 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 hala haydon donne yar hala haydon hala haydon donne yar hala haydon donne yar donne yaro hala haydon donne yar donne yaro hala haydon donne yar Zar salori Zar salori Dum 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 My baby, don't it? My baby, don't it? My baby, don't it? Yaro hala haydon donne yar donne 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 yaro hala haydon donne yar 21 TV-ի եթերում մի աշխատանքը շարունակում է Ձինայդ նախագիծը եւ այս պայն ես առաջարկում եմ ձեզ դիտենք տեսանյութ բավականին լի հաղթանակներով ուժեղ ես կարող եմ ասել նաև պարտանալու տեսանյութ եւ տեղեկացնեմ որ տեսանյութի հերոսները րոպեներ անց լինելու են մեզ մոտ տաղավարում ում մասն է խոսքը կիմանաք հենց հիմա
Դե ինչ 21 TV եթերում շարունակում է իր աշխատանքը Ձինա հետ։ Թողարկումը եւ սպորտասեր հասարակությանը խորհուրդ եմ տալ ավելի մոտ նստի ձայնը բարձրացնի, որովհետեւ չեմպիոններ են ինձ մոտ տաղավարում, որոնք ընդամենը մի քանի օրով են Հայաստանում եւ բնականաբար պետք է լինեին ինձ մոտ, որպեսզի կիսվեին հաջողություններով եւ իհարկե նորություններով։ Մեծագույն սիրով տեղեկացնեմ, որ հյուրընկալել եմ Մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն, MMA պրոֆ մարզիկ, Eagles AFC չեմպիոն, Lvivnaye Serce ակադեմիայի ավագականի լավագույն մարզիկ Ժորա Այվազյանին եւ նրան ուղեկցում եմ Մոսկվայի գրեմպլինգի բազմակի չեմպիոն, Ռուսաստանի MMA-ի չեմպիոն, Lionheart ակադեմիայի հավաքականի առաջատար մարզիկ Աղասի Ակոպյանին։ Տղաներ ջան, բարի օր, բարի գալուս ձեզ։ Ես ուզում եմ հեռուստադիտողներին հենց սկզբից տեղեկացնել, որ բնականաբար տղաները Ռուսաստանի Դաշնությունում երկար ժամանակ բնակվելուց մի քիչ նեղվում կաղում են հայերենից, բայց ինչքան կարողանում ենք խոսում ենք հայերեն, աղաս ջան, կարող ես նաև акցենտ բարբառով խոսել, ինչի շատ հաճելի կլինի ինձ համար եւ հեռուստադիտողների, եւ իհարկե եթե նեղվեք, կարող եք նաև ռուսերեն պատասխանել։ Այո, իհարկե։ Շատ լավ։ Երբ որ մի քանի օր առաջ Արմենը Գուլյան ինձ մոտ տաղավարում էր, ասես ձին, ես քեզ խոստանում եմ, որ տաղավարում քեզ մոտ կլինեն բոլոր այն լավագույն մարզիկները, ովքեր թեկուս մի քանի օրով են Հայաստանում, բայց ունենան ասելիք եւ դե ես էլ պաշտում, երբ որ Lionheart-ի ակադեմիայի մարզիկները ինձ մոտ տաղավարում են։ Միչև ձեր գալը ես ձեր երկուսի ստորիները նայեցի, հասկացա, որ միչև ինձ մոտ տաղավար գալը դուք արդեն ակադեմիայում եք ու դեռ են որ ռազմինկա ասվածը պարապում եք, ինչ էիք անում, ինձ պատմի էլի մի քիչ Ժոր։ Այո, մենք արդեն 2 շաբաթ Հայաստանում ենք։ Ու բացումը կայացավ մեր ակադեմիայի նոյեմբերի 22-ին։ Ու արդեն պարապուկները գնում է։ Մենք էլ օրը 2 անգամ պարապում ենք։ Ամեն մեկը պատրաստվում է իր մենամարտներին։ Սկսենք հենց քեզանից, այսինքն արխիվում դու ունես արդեն մենամարտ։ Հա, այո, 16-ին, դեկտեմբերի 16-ին քաղաք Կրասնոդար անցնելու է իմ մենամարտը։ Եվ գիտես ով է քո այդ լինելու ռի։ Չէ, հələ չէ, չգիտեմ, սպասում եմ իմ օրգանիզացիայից, սպասում եմ իմ հակառակորդի անունը։ Շատ լավ, ես գիտեմ, որ ձեր նման մարզիկները նախընտրում են վարկանիշով բարձր մարզիկների հետ լինեն մենամարտ, չէ, տենց թեմա կա։ Օրինակ Դավիթը, երբ որ Խաչատրյանից մոտ տաղավարում էր, ասաց ինձ ուղղակի բոյ պետք չի։ Ինձ պետքա վարկանիշով бարձր մարզիկ, որ ես հասկանամ ում հետ եմ լինում նաև այդ նույն ռինգում։ Ձեզ մոտ էլ այդ թեման։ Այո, мы не ищем легких соперников, поэтому готовы к сложным вызовам. И чем сильнее соперник, тем больше мотивация. И мотивация лучше подготовиться, лучше выступить. И, конечно, это как чем громче имя соперника, тем слаще победа, наверное, да, я бы так сказал. Ну и наследие, да, после себя ты оставишь больше. Եվս մեկ հարց, որ քաշի տակ է կպնում Ժորը? Легкий и полулегкий вес. Сейчас в полулегком. Это 26 кило. Լավ քաշա։ Ես սիրում եմ այդ քաշը, չնայած ծանր քաշային էլ է հետաքրքիր, բայց այդ թեթևը մի տեսակ նաև շատ կանանց աղջիկների մոտ թեմա է, էլի։ Ես ուզում երկու նախադասությամբ աղասի հետ շփվել, երբ որ ես հետևեցի մի քիչ փորփրեցի քո Instagram-յան էջը, ես այնտեղ ուզում եմ ամենաշատը տեսնել նաև Ռուսաստանում, հա, Lvivnaye Serce ակադեմիայում քո օրինակ պարապմունքները։ Հիմա դու փաստով եւ այնտեղ ես եղել եւ այստեղ տարբերությունը այնտեղ ավելի ուժեղ է տեխնիկան, թե ոնց որ թե լավն ենք, հավասար ենք, ինչ կարծիք ես։ Մարզիկի համար կարքին ակադեմիան ապահոված է։ Ну, ребята в Армении тоже сильные. Им не хватает техники, но я уверен, что благодаря тренеру Армену Гуляну, благодаря тому, кого он нанял в тренера по боксу, по тайскому боксу, по борьбе. Я уверен, что у моей страны большое будущее. Լուրջ։ Իսկ դու ինչքան ես մնալու Հայաստանում? Я здесь до 5 числа, потом уезжаю, но я собираюсь скоро здесь сюда опять вернуться. Мне здесь очень нравится. Я сахакалакцием. Ага. Просто հայերենս մի քիչ դժվար է գնում։ Կարող է չհասկանալ։
Շատ լավ, բայց որ կարողանաս մեկ-մեկ էլ ես վստահ եմ, որ հենց հիմա քանի որ մեզ Հայաստանի Հանրապետությունն է դիտում, ախր քաղաքն է պակաս չի, հա, այնպես որ երգիչները ինձ մոտ աղավարում լինում են, սպորտսմեններն են, մարզիկներն են, ախր քաղաքից ինձ մոտ եւ վերջերս ինձ մեծ նամակ էր եկել այսքան, որ պահանջում են Հակոբովնան այնտեղ լինի։ Դե ինձ ու աղասին հրավիրում եք, նորմալ սեղանը դնում եք, մենք գալիս ենք։ Դա այդպես, ես գիտեմ, որ շատ հյուրասեր են իրանք էլ։ Իսկ արջևում աղաս դու ունես մենամարդ է, դեռ հլը քո պարապմունքներն է, սպասում ես, ոնց է լինում քեզ մոտ, ոնց է լինելու։ Я тренируюсь, всегда тренируюсь. Сейчас я жду. Арман Цурукян помогает мне, ведет меня. На данный момент он ищет мне бой. Да, ищет бой за границей. В Америке. Так что дай бог в скором времени я окажусь там и буду радовать свой народ. Հիմա մենք կարող ենք պատկերացնել, որ Արման Ծառուկյանը այս պարագայում պրոմոտոր է, թե նաև մարզիչ։ Хамарзыч, старший брат, промоутер, все в одном лице. Все ребята для меня имеют какой-то вес. Это Эдуард Вартанян, Жора Айвазян, Армен Гулян, мой тренер. Все ребята, Арена Копян. У нас много ребят. Азамат Пшуков, Менак Хайчен, Чечен, Ингуш. У нас дружная команда, и все мы друг другу помогаем. Все друг друга любят, уважают. Так что я думаю, с такой командой и в Армении очень много перспективных ребят. Я думаю, очень много чемпионов и отсюда будет. Սամվել Կարապետյանի նմաններն էլ եւ նրա կոպիտ ասած ընկերներն էլ նրա որդին ամեն բան կանեն մեր տղերքը երևի թե ավելի շուշուտ կլինեն ինչը որ փաստեց Էդուարդը եւ Արմենը ասած դին սենց գնաց մեր տղերքը իսկապես շուշուտ կգան այստեղ հաճախակի կլինեն պարապմունքները կլինեն որովհետեւ մենք գրեթե ունենք ամեն ինչ բայց ես սենց նայում եմ ինձ թվում է ակադեմիան մի տեսակ արդեն փոքր է որովհետև մի քանի օրվա մեջ շոր ես հասկացա որ բավականին շատ մարզիկներ կան թե դրսից թե տեղացի փոքր չի չես կարծում որ տարածքը մեծանալ է պետք Տարածքը բավական մեծ է բուջուր չի բայց կան խմբեր հա вот есть группы то есть и Поэтому в каждой группе 6 групп в день. Да, 6 групп в день. То есть, если людей поделить по группам, то всем будет хватать места. Եվ մի հարց էլ վերջում նոր սերունդ փոքրերը ես գիտեմ որ հենց հիմա շատ-շատերը ուղակի երազում են այն րոպեները որ ձեզ հետ լինեն նույն տարածքում Արմենն ինձ ասաց եթերում որ հնարավոր է ձին մենք կազմակերպենք ինչու ոչ լավագույն մարզիկների հետ սեմինարներ որպեսզի իրենք հանդիպեն նաև նոր սերնդի մատաղ սերնդի երեխաների հետ այդ process-ը սկսվել է թե դեռ պատրաստվում եք հանդիպել օրինակ ձեր փոքր ֆանատների հետ դեռ չի եղել տենց թեմա Մենք ամեն օր պարապում ենք, ну, у ամեն մեկը каждый желающий может прийти, посмотреть эти тренировки, в этом проблем нет, но как бы у нас в академии идет такая селекция, да, своего рода. Младшее поколение, когда подрастает, она переходит уже во взрослую группу, и там уже занимается вот вместе с профессионалами и ребятами, которые уже поопытнее. А так, конечно, это все будет, и семинары, и мы будем передавать да, свои навыки и умения подрастающим поколениям. Հիանա, եւ վերջի հարցը երկուսիդ ուզում եմ ամփոփման համար տալ դուք հիմա շփվում եք նաեւ մեր տղաների հետ, մեր մարզիչների հետ ինչ եք կարծում մերոնք ուժեղ են թե դեռ կա տեղ բարձրանալու որովհետեւ ասում եմ կարող է մեր դահլիճը շատ փոքր վատն է լինի բայց այդտեղից հաստատ լավ չեմպիոններ ծնվում են Ինչ կարծիքի եք, հիմա դուք ավելի շատ եք իրար հետ համախմբվել Lionheart-ի պատճառով, ունենք ուժեղ տղաներ։ Իհարկե ունենք, իհարկե։ Ну, բայց ամենակարևորը դա ձգնումն է։ Այդ ձգնումը կա, որ մենք տենում ենք, ու դրա համար արդյունքը ելնելու է։ А те нюансы, которые есть, там где-то может недостаток каких-то навыков, это все со временем, все придет, все будет.
Հիանալի է։ Տեսախցիկը ձերն է, ես շատ կուզեմ, որ ձեր ընկեր մարզիկներին, հա, ձեր ուղերձ ասեք, բարեմաղթանքը եւ ովքեր որ ցանկանում են ձեր շարքերը գտնեն, այդ լավ բան։ Подрастающему поколению и всем ребятам, которые хотят прийти в академию, мы их всех ждем и будем рады видеть там. Самое главное отдаваться своему делу, не жалеть себя, и результат обязательно придет. Հիանալի է։ Իսկ ես ուզում եմ աղասը տեսախցիկինալով ախելքարակի акցենտով ասի այդ ամենը։ Ես էլ կեսեմ մեր տեղակը շատ ուժեղ են, մեր տեղակը լինեն, чтобы они были дисциплинированы, чтобы они верили в себя, не шли на уступки, были упрямы и тренировались обязательно день, ночь тренировались, и все у них будет. Հիանալի է։ Իսկ ես ձեզ մաղթում ուղակի բազում հաղթանակներ, ձեր հաղթանակները մերն է։ Ու չգիտեմ ինչի, լիվին է սերցը ակադեմիայի տղաները սովորացրել են մեզ հաղթանակներ, այնպես որ ես ամեն բան կանեմ, որպեսզի նաև եթե լինի Երևանում, Հայաստանում ձեր մենամարտերը ներկա լինեմ, ճիշտը չեմ կարողանում նայել միջև վերջ, պաշտվում են րոպեներ, որ ամեն ինչ վերջացած է լինում եւ ձեռքն է բարձրանում կամ արդեն գոտին են կապում, այդ ամենա որ հաճելի երևույթի է, հա, րոպեներն է եւ եթերում կկիսվեմ բոլոր այն սպորտասեր հասարակության հետ, ովքեր որ Lionheart ակադեմիայի տղաներից բացառապես պահանջում են հաղթանակներ, շնորհակալ եմ ձեզ։ Հույսով եմ մենք դեռ միջև տարվա վերջ կհանդիպենք։ Իհարկե։ Շնորհակալ եմ։ Իսկ այսքանից հետո էլ իրենց ամբողջ էներգիան գողացած հաղթանակներով լի փորձում եմ ջերմությունը ապավել եւ ուղարկել հեռուստաէկրաններից այն կողմ բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր որ միշտ հետևում են Ակոպովնային եւ իհարկե գիտեն, որ ես ձեզ համար նախապատրաստել եմ լավագույնները։ Ձեզ հետ միջև հիմա Լվինե Սերցը ակադեմիայի դեմքերն են եւ իհարկե ձեր Դինե Ակոպովնան։ Ինձ փնտրեք բացառապես 21 TV-ի եթերում։ Բարին ընձեզ։